Գիշերը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին, ցահալի տվյալով իսրայելական ավելի քան 200 ինքնաթիռ, 300 միավոր զինամթերքով հարվածել է իրանական ավելի քան 100 օբյեկտի։ Թիրախում են եղել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ղոմը եւ այլ բնակավայրեր։ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում Նաթանզում պայթյուն է որոտացել, սակայն ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել են միջուկային ոլորտի գիտնականներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում են Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին։ Զոհեր եւ վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Իսլամական Հանրապետությունը փակել է իր օդային տարածքը։ Իսրայելը սկսել է արթնացող առյուծ գործողությունը, որի նպատակն է չեզոքացնել Իրանից Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգները։ Գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Տասնամյակներով Թեհրանը անամոթաբար կոչ է արել ոչնչացնել Իսրայելը։ Նաև վերջին տարիներին Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել, ինչը բավարար է 9 ատոմային ռումբ ստեղծելու համար։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, Իրանը կարող է առնվազն 1 տարուց միջուկային զենք ստանալ։ Այսօր մենք հարվածել ենք Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Նեթանյահուն նաև նախազգուշացրել է իսրայելցիներին, որ հնարավոր է անհրաժեշտ լինի երկար ժամանակով թաքնվել ապաստարաններում։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ միջուկային եւ հրթիռային ծրագրերը զարգացնելուց բացի Իրանը նաև շարունակում է ֆինանսավորել տարածաշրջանային տարբեր խմբավորումների։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը տեղի ունեցածը կանխարգելի չարված է որակել, հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածների մասին։ Իսրայելից հայտնում են, որ Իրանն արդեն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել հրեական պետության ուղղությամբ։ Ըստ իրանական աղբյուրների նախատեսվում է նաև բալիստիկ հրթիռների արձակում։ Սիոնիստական ռեժիմը կպատժվի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անպատիժ չեն թողնի նրանց։ Հարվածելով բնակելի թաղամասերին ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր նողկալի բնույթը։ Նրանց ճակատագիրը կլինի ցավոտ եւ դառը։ Իսրայելի հարվածները միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խախտում են։ Թեհրանն օրինական իրավունք ունի արձագանքելու այս ագրեսիային։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ակտերը չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների հետ համակարգման եւ թույլտվության։ Համապատասխանաբար ԱՄՆ կառավարությունը որպես ռեժիմի գլխավոր հովանավոր եւս պատասխանատու է էսկալացիայի վտանգավոր հետևանքների համար։ Վաշինգտոնից հավատացնում են, Միացյալ Նահանգները օգնություն չի ցուցաբերել եւ չի մասնակցել Իսրայելի գործողությանը։ ԱՄՆ պետքարտուղարն այն ինքնապաշտպանական ակտ է որակել։ Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է Թեհրանին խուսափել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հարձակումներից։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է տեղյակ էր Իսրայելի մտադրություններին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, պատրաստ են ցանկացած հակահարվածի, կպաշտպանեն եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Միևնույն ժամանակ նա հավատացրել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորմանը։ Վարչակազմից հանձնարարել են բանակցություններ վարել Իրանի հետ։ Նրանք կարող են հզոր երկիր լինել, սակայն նախ պետք է լիովին հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հույսերից։ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն իրանական կողմն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի Իրանի միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների 6-րդ փուլին, որը նախատեսված էր հունիսի 15-ին Օմանում։ Իրանական կողմը նաև խոստացել է շարունակել ուրանի հարստացումը եւ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակով կիրառումը։ Թուրքիան, Պակիստանը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Կուբան, Վենեսուելան, Ինդոնեզիան դատապարտել են Իսրայելի հարձակումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Իսրայելի գործողությունների կապակցությամբ, կոչ անելով խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւս մտահոգված է։ Նա Իսրայելին եւ Իրանին զսպվածության կոչ է արել։ Դիանա Գասպարյան, լուրեր։